Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փաշինյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ոգեկոչելու հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։ Ավանդական երթ է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքում վիրահայերը ջահերով պաստառներով շարժվել են Հավլաբար Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է։ Ֆրանսիական Մարսելի Փարոն պալատն էլ լուսավորվել է հայկական դրոշի գույներով հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի։ Սփյուռքը հայդատի գրասենյակները տարիներ շարունակ ծանր բեռ վերցնելով իրենց ուսերին Հայաստանի իշխանությունների հետ միշտ տակ էին պահում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Կար ժամանակ, որ մեր պետությունը հենց ընկել էր այդ գործի հետևից, այսինքն հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապ ուներ մեր պետությունը, իսկ այսօր ճիշտ հակառակն է, ցեղասպանությունը մեր օրագարկի վրա չէ։ Քանի որ պետությունը իր առաջնահերթությունն էր համարում եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, դա նպաստում էր, որ մեր դեսպանատները եւս այդ հարցում մեծ աշխատանք կատարեն, նաեւ օգտվելով Սփյուռքի ու հատկապես հայդատի գրասենյակների աշխատանքից։ Հիմա փաստացիորեն ճանաչման գործը լիովին ընկած է միայն Սփյուռքի եւ հայդատի գրասենյակների ուսերին։ Օսմանյան կառավարության իրականացրած հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների միջազգային տարբեր կազմակերպությունների կառույցների ցանկ է։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգների ճանաչումը շատ կարևոր էր, հատկապես Վուդրո Վիլսոնի իրավարարը վճռի առումով։ Ցեղասպանագետներն ու թուրքագետները նկատում են պետությունը հայաստանյան իշխանությունները վերջին տարիներին դիվանագիտական տարբեր մակարդակներում հանդիպումների ընթացքում առաջ չեն բերում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը նման քաղաքականություն է վարում, բնականաբար աշխարհում եւս հակված են մոռանալու, մոռացության մատնելու այդ գլխավոր ոճրագործությունը։ Եթե դու չզբաղվես այդ գործով, ինչի պիտի ուրիշը զբաղվի։ Եթե դու զբաղվես եւ իրենց էլ համոզես, կարող է իրենք էլ զբաղվեն այդ գործով։ Իրենց համար դա մի ավելորդ գլխացավանք է, որ պարլամենտում պիտի դա ներկայացնեն եւ այլն, պիտի ընդունվի դրա փոխարեն ուրիշ գործերով զբաղվեն այդ մարդիկ։ Ինչի պիտի մի բանով զբաղվեն, որին դու դեմ ես անգամ։ Այս քաղաքականությանը հետևողները պնդում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից իշխանությունը ջնջել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը։ Մենք այսօր Թուրքիային ռևերանսներ ենք անում, կարծեք թե ուզում են Թուրքիային սիրաշահել եւ ցույց են տալիս, որ այո, մենք պատրաստ ենք քո պահանջները, քո նախապայմանները ընդունելու։ Այս գորգը մոտ 100 տարի առաջ գործել են հայ որբուհիները Ղազիրի որբանոցում։ 1920-ականներին Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ որբերի հյուսած գորգն է, որ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին է նվիրաբերել Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ դոկտոր Վահրամ Շեմասյանը։ Նվիրատուն այն ձեռք է բերել էլեկտրոնային բացաճուրդում։ Գորգը գործել են Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923-ին ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ 6 տարիների ընթացքում ավելի քան 3200 գորգ են հյուսել։ Թանգարանի հավաքածում ունենք արդեն 2 այսպիսի նմանատիպ գորգեր, որոնք բուսածաղկային հորինվածքով են եւ սպահան տեսակի գորգ են համարվում։ Ուղիղ 100 տարի առաջ էլ այսպիսի մի գորգ
Ղազիրի հայ որփուհիները նվիրաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների 30-րդ նախագահին։ 1925 թվականի դեկտեմբերին հենց որփուհիների գործած գորգը վերաբերվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Քևին Քոլիջին եւ երկար ժամանակ այն գտնվում էր Սպիտակ տանը եւ հայտնի էր որպես որբ գորգ մականունով։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆոնդը համալրվել է նաև մեկ այլ նվիրատվությամբ։ Մուսալերան հերոսամարտից հետո Պորտսայիդ տարհանված հայ գաղթականների մոտ 60 բնօրինակ լուսանկարներն են, որ ամերիկահայ Քրեյգ Սիմոնյանն է ժառանգել թանգարանին։ Լուսանկարները համարակալված են։ Մի մասի դարձերեսին էլ կան գրություններ հայերեն ու անգլերեն։ Նկարների մեծագույն մասը, այսինքն մոտ 90%-ը երբևիցե տպագրված չի եւ անգամ գիտական հանրությանը ծանոթ չէր։ Սրանով է պայմանավորված լուսանկարների բացառիկությունը։ Լուսանկարները շուտով կտպագրվեն նոր հետազոտության մեջ, այսինքն անցնելու են գիտական մշակում եւ տպագրվելու են։ Երբ ջարդերը սկսվել են, գյուղացիները լեռն են բարձրացել 53 օր ինքնապաշտպանվել, այնուհետև ֆրանսիական նավերին ազդանշան ուղարկել ու փրկվել։ Լեռան վրա կյանքը ֆրանսիական նավերի ժամանումը դրվագ առ դրվագ ներկայացված են լուսանկարներում։ Այստեղ պատկերված են հոգևորականների լուսանկարներն ու ծիսական արարողությունները։ Հոգևորականների թերևս ամենահայտնի լուսանկարը, որը տպագրվել է 1915 թվականին The Graphic 30-ի համարում, որը լուսաբանում էր Մուսալերան ինքնապաշտպանությունը եւ Պորտսայիդ ապաստանած հայ գաղթականների կյանքը։ Այս լուսանկարը միակն է, որ տպագրվել է։ Լուսանկարներից բացի նվիրատվությունների մեջ են նաև ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունները։ Հարություն Գամպուրյանի հուշերն են, որը փոխանցել են Հունաստանից նրա ժառանգները։ Հարություն Գամպուրյանը 16 տարեկան էր, երբ սկսվեց Զմյուռնիայի հայերի կոտորածը, հայ տղամարդկանց հետ ինքը նույնպես գերեվարվեց եւ գերեվարության մի քանի ամիսների ընթացքում իր կրած տառապանքների պատմությունն է։ 20-ից 30-ականների հուշագրությունը չափազանց մանրակրկիտ է։ Այստեղ գրողի ապրումներն են, ցավն ու մղձավանջները։ Հուշերը այժմ թանգարանի գիտաշխատողները մշակում են, առաջիկայում կտպագրվեն։ Թանգարանի յուրօրինակ նվիրատվությունների շարքը համալրվել է նաև այս անվերնագիր քանդակով։ Ալեքսան Խաչատրյանն է հեղինակել «Ազդված Անրի Վերնոյի Մայրիկ» ֆիլմից։ Նա դարձավ ոչ միայն հայկական երաժշտության հենասյուներից մեկը, այլ նաև ցեղասպանության աղետի կենթանի վկան։ Նրա գործը վեր է սովորական ստեղծագործական ժառանգությունից։ Նրա գործը հիշողության կրող է, վշտի ու ազգային ինքնության ձայն։ Կոմիտասը եկավ մեր այդ բոլոր կորուստները վերադարձրեց մեզ, որովհետև մենք հազարամյակների ընթացքում կորցրել ենք մշակութային մեծ ժառանգություն, մեր ճարտարապետության հին նմուշները, մեր գրականության էպոսները, առասպելները, ամեն ինչ մեծ ժառանգություններ կորած քրիստոնեությունից առաջվա նույնիսկ ինքը վերադարձրեց երաժշտության լեզվով մեր մի 6000 տարվա հազարամյակների ամբողջ մշակույթը ոչ թե մի տեղի ամբողջ պատմական Հայաստանի 300,000 քառակուսու վրա։ Մինչև 1915 թվականն էր Կոմիտասը շրջել հայկական գյուղերով գրի առել ժողովրդական երգերը, հարսանեկան ու սգի մեղեդիներով։ Գիտակցում էր, որ այդ երգերում է մեր ժողովրդի հոգևոր ու մշակութային էությունը, բայց երբ 1915-ին ինքը եւս ձերբակալվեց ու աքսորվեց թուրքական իշխանությունների կողմից, որպես հայ մտավորական, նրա կյանքը վերափոխվեց անդառնալիորեն, ֆիզիկապես փրկվեց, բայց հոգեպես չվերականգնվեց։ Հայ ժողովուրդը աշխարհում դառավ միակ ժողովուրդը աշխարհի, որ փրկել է իր հին հազարամյակների երաժշտությունը, հույները չփրկեցին։ Չունեցան Կոմիտաս, եւ եթե այսօր հունական երգ երգում են, Հոմերոս են կարդում, Ակրոպոլիսի տաճ, դնում են իրար հետ կապ չունեն, այդ ուրի նույնիսկ հնդիկները, որ այսօր էլ ունեն մեծ երաժշտություն, ծովա, չէ, 1,5 միլիարդ են, ինչ է, Կոմիտաս չունեն, որ բերեն ասի այս սա է, ընտրած։ Վարդապետի նպատակը մեկն էր աշխարհին ներկայացնել հայ երաժշտության հարուստ մշակույթի ավանդույթներն ու ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն, որն արժանի է համաշխարհային ճանաչման։ Ինքը ստեղծել է կոմպոզիտորական դպրոց, հայ մտածողություն, մեր մշակույթը կշեռքը ստեղծեց։ Դրանից հետո ինչը որ ինչքանով հայկական է, ոնց որ Պարուս Սևակն ասում էր դու ամենահայ, հա, պիտի չափվի դրանով։ Մի բան ուզում եք իմանալ ինչքան հայկական է, դնում եք իր արածի կողքին, չափում եք, տենում եք։ Նրա երգերը պարզապես մեղեդիներ չեն, դրանք ժողովրդի կենսափորձի, ուրախության ու վշտի անգին
արխիվն են, որ փոխանցվել է ու պիտի փոխանցվի սերնդեսերունդ։ Ցեղասպանությունից հետո քիչ գործեր գրեց, բայց նախքան Եղեռնը ստեղծված երաժշտությունը սկսվեց ընկալվել նոր լույսի ներքո։ Նրա մեղեդիները դարձան հիշողության կենթանի վկաներ այն աշխարհի մասին, որը բնաջնջվեց։ Ապրիլի 23-ին 22-20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանում։